Երբ մեկի հետ նոր եմ ծանոթանում եւ ինձ հարցնում են ինչով եմ զբաղվում, ես պատասխանում եմ քաղաքականությամբ։ Այնուհետև ինձ սովորաբար հարցնում են, թե որ կողմն եմ եւ ում դեմ եմ, եւ ես միշտ պատասխանում եմ հայկական կողմն եմ եւ այս ամբողջ հակահայկական համակարգի դեմ եմ, որովհետեւ սա է միակ ճիշտ պատասխանը հայ ազգայնական քաղաքական գործչի համար։ Միայն ներկայիս ազգադավ իշխանության դեմ լինելը ամենևին բավական չէ, քանի որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնությունը էապես չեն տարբերվում նրանցից։ Սա այն դառը իրականությունն է, որը շատ հայեր չեն ուզում ընդունել։ Մարդիկ դեռ սին հույսեր ունեն այսպես կոչված երրորդ հանրապետության հանդեպ, չգիտակցելով, որ այն ընդամենը հետսովետական կիսանկախ պետությունն է, որն մինչև արմատները փտած է, քանի որ ամենասկզբից սխալ հիմքերի վրա է կառուցվել։ Շատերը, հատկապես տարեցները, չափից շատ հուսահատ ու ցինիկ են դարձել։ Դրա համար երբեք չեն կարող նոր մի բան ընդունել, երբեք չեն կարող իրենց քթից հեռու տեսնել։ Ավելի լավ է կառչած մնան ներսից նեխած ու կործանվող նավից, քան ցատկեն նոր, բայց ճիշտ ուղով գնացող նավի մեջ։ Իրական անկախ հայ ազգային քաղաքական գործիչը այլ ճար ու ճանապարհ չունի, բացի այլախոհ լինել այս ողջ ապազգային քաղաքական համակարգի։ Առանց որևէ կասկածի վստահ եմ, որ այս համակարգը դատապարտված է ինքնակործանման, եւ այդ է պատճառը, որ ես շատ էներգիա չեմ ծախսում այս համակարգի դեմ պայքարելու համար, քանի որ դա նման կլինի հարձակվել փտած շենքի վրա, որ մի քանի օրից ինքն իրեն կկործանվի։ Դրա փոխարեն ես էներգիաս խնայելով հետևողականորեն ու հաստատակամորեն փորձում եմ կառուցել մի շարժում, պատրաստվելով գալիք ճգնաժամի ու փլուզման, որպեսզի կարողանանք այդ քանդված հին համակարգի մոխիրների վրա հիմնադրել լիովին նոր մի պետություն, որը ապագա անկախ, միացյալ ու հզոր Հայաստանի հիմքը կլինի։ Սոկրատեսը հենց սա նկատի ուներ, երբ ասում էր. փոփոխության գաղտնիքը այն է, որ քո ամբողջ ուժը կենտրոնացնես ոչ թե հնի դեմ պայքարելու, այլ նորը կառուցելու վրա։